Այն ինչ այսօր կատարվում է համատարած, դա շատ ցավալի է եւ վնասակար, ծանր հետևանքներով լի, շատ ծանր, շատերը այդ մասին չեն գիտակցում, դա համատարած վիրահատություններն են, որ կատարվում են այսօր եւ չնչին հիվանդությունների դեպքում եւ նույնիսկ բարդ հիվանդությունների դեպքում, որոնք նույնպես կարելի է բժշկել առանց վիրահատության։ Նախ նշենք, որ վիրահատությունը դա բուժում չէ, այլ վերջին որպես տարբերակ պացիենտին փրկելու կամ օրգան համակարգին փրկելու համար, եթե բուժման մեթոդը չի աշխատում։ Բայց հիվանդությունները, ես նորից եմ թվում, հիվանդությունների մեծ մասը եւ այն վիրահատությունները, որ կատարեն դրանց մեծ մասը կլինի բժշկել, այդ բժշկման հետ աշխատում է հենց հոմեոպաթիկ մեթոդը։ Ինչու է այսօր վիրահատություն համատարած առաջարկում, որովհետև ալոպաթիկ մեթոդը չունի քրոնիկ հիվանդությունները բժշկելու միջոց։ Ալոպաթիկ համակարգը այսօր աշխատում է սիմպտոմատիկ, այսինքն ախտանիշները ճնշելու վրա, այսինքն սիմպտոմատիկ բուժման։ Նույն վիրաբուժությունն էլ է այսօր, վիրաբուժությունը դարձել է ոչ թե բժշկի օգնության գործիք, որպես վերջին տարբերակ, այլ այսօր դարձել է սիմպտոմատիկ բուժման գործիքներից մեկը, որը լի է կողմնակի ազդեցություններով։ Օրինակ, ճիշտ է, միոման հոմեոպաթիկ միջոցով բժշկելու համար կարող է պահանջվել կես տարուց մինչև 3 տարի, եթե կախված է չափերից։ Օրինակ շատ մեծը կարող է 2-3 տարի տևի, փոքրը 1 տարի, կես տարի, նայած։ Բայց վիրահատությամբ, օրինակ մեծ է, վիրահատել են ամբողջ արգանդն են հեռացել։ Այո, գնաց, գումարը տվեց, հեռացեցին։ Բայց դրանից հետո չեն ասում այդ պացիենտին, որ քրոնիկ հիպերտոնիա է ունենա։ Ճնշումը բարձրանալու է։ Հետո կարող է ինսուլտ ստանա, այսինքն 5 տարի հետո, 3 տարի հետո։ Չեն ասում, որ հորմոնալ խախտում է առաջանում, այսինքն հորմոնների բաղադրությունը չի կարգավորվելու ճիշտ բաղադրությամբ։ Վահանաձև գեղձի տատանումներ են լինելու, նյութափոխանակություն են կներելու, լյարդի հիվանդություն են դրա հետևանքով առաջանում։ Այդ մասին չի ասվում։ Այո, կտրեցին, գցեցին, բայց ամեն օրգան հեռացնելով ցանկացած նույնիսկ գլանները կլինի, նույնիսկ երիկամներից մեկը կամ ցանկացած ստամոքսի մի հատվածը, աղիների մի հատվածը, դա ծանր հետևանք է երկարաժամկետ առումով թողելու։ Աղիներից մի հատված հեռացեցին, որոշակի վիտամինների յուրացումը կամ լրիվ է անջատվելու, այսինքն չի ներծծվելու, կամ ներծծվելու քիչ քանակությամբ։ Դրա հետ մեկտեղ լեղու որակն են կնելու, այսինքն շատ պրոցեսներ է իրականում խախտում։ Երիկամներից մեկը հեռացեցին, ինչ է նշանակում, այսինքն երկու երիկամ, այսինքն եթե մարդը մեկ երիկամով կարող է ապրել, ուրեմն մյուսը կարելի է հեռացնել, ոչ, մյուսը կարելի է բժշկել, փորձել, որովհետև երիկամների հետ կան մակերիկամներ, մակերիկամները նույն հորմոնալ կարգավորման են մասնակցում։ Եվ երիկամները, եթե նույնիսկ մեկը մնա, լիարժեք չի կարող ֆիլտրացնել լիարժեք, ինչը որ երկուսով կարային անել։ Արյան ներհոսքն է փոխվելու, այսինքն մի երիկամը հանեցին, արյան ճնշումը ներքին օրգաններում փոխվում է։ Արյան ներհոսք է լինելու ստամոքսում, լյարդում, ավելի մեծ։ Քրոնիկ բորբոքումներ են առաջանալու մյուս օրգաններում։ Եվ մի ժամանակ, մոտ 100 տարի առաջ, եթե չեմ սխալվում, մոդայիկ էր փայծախը հեռացնել եւ գլաները հեռացնել։ Եվ հետո շատ պացիենտներ հիվանդանում էին, որովհետև փայծախի գլանները իմունային համակարգը ընկնում էր եւ արյան հետ արյան որակներ են կնում եւ հիվանդանում էին կամ նոր քրոնիկ հիվանդություններով էին ապրում։ Հիմա մոդայիկ է, արդեն տեխնիկան զարգացել է, փայծախից ու գլաներից բացի արդեն գրեթե ցանկացած օրգան կարող են հեռացնել։ Բայց այստեղ կարևոր է խելացի պացիենտները, որպեսզի իմանան, թե ինչ հետևանք է լինելու եւ որ դա բուժման միջոց չէ։ Այսինքն, եթե
պացիենտը դիմում է բժշկին, բժիշկը փորձում է բժշկել այլ մեթոդներով, չի ստացվում, նոր է դիմում որպես ծայրահեղ, քայլ վիրահատման, դա մեկ այլ բաց է, բայց եթե պացիենտը դիմում է բժշկին, բժիշկը միանգամից նշանակում է վիրահատություն, այդ պացիենտը բժշկի մոտ չի, դա բիզնեսմենի մոտ է, կամ մեկ այլ մասնագետի։ Ինչ է նշանակում լեղապարկի պոլիպների դեպքում հեռացնել լեղապարկ, կամ քարերի դեպքում լեղապարկ, մանավանդ եթե քարերը մեծ չեն շատ, 5 մմ, 3 մմ, 6 մմ քարերով, մանավանդ ավազներով, ավազով լեղապարկ են հեռացնում։ Ավազով լեղապարկը նշանակում է, որ լյարդը հիվանդ է այդ մարդու մոտ, ոչ թե լեղապարկն է մենակ հիվանդ, այլ լյարդը։ Լինում է լեղապարկի լորձաթանթի խրոնիկ բորբոքումից է, լինում է լյարդի, այսինքն լեղու որակից, լեղու որակի ապահովում է ոչ միայն լյարդը, այլ աղիների աշխատանքը, երիկամների աշխատանքը, էրիթրոցիտների անկումն է, այսինքն արագ է անկնում, դանդաղ են անկնում, դա էլ է դեր խաղում։ Այսինքն լեղապարկում քարերը վիրահատել այսօր ավազների եւ քարերի դեպքում երևի գրեթե 95% իզուր են վիրահատվում։ Ես համաձայն եմ, լինում են դեպքեր, որ քարը այնքան է մեծացել եւ հիվանդությունը պացիենտը չի բուժվել, իրեն ոնց որ իր առողջության մասին չի մտածել եւ քարը այնքան է մեծացել եւ արդեն եւ բարակել է լեղապարկը, լինում է որ լեղապարկի պատը ծակվում է, քարը ընկնում է նույնիսկ աղիներին, բայց այդպիսի դեպքերը շատ քիչ են։ Այնպիսի վիրահատություն է 5 մմ-անոց քարով լեղապարկը հանել չի կարելի, մանավանդ ավազներով, եւ նույն ձևով քարերը երիկամներ են վիրահատության միջոցով։ Միկրոլիտներ, այսինքն փոքր միկրոլիտների դեպքում ավազներ կամ փոքր քարեր են լինում, կանկրեմենտներ, դրանք հետևանք են երիկամների հիվանդության։ Որպեսզի քարը երիկամներին լուծվի եւ ավազ չլինի, պետք չէ բացել քարը հանել, այլ պետք է երիկամը բուժել։ Խրոնիկ հիվանդ երիկամում է քարեր կամ միկրոլիտներ հավաքվում։ Դա ապացուցված է։ Այսինքն, եթե լեյկոցիտներ չլինեն երիկամների մեջ եւ ավելորդ էպիթելիային բջիջներ եւ ավելորդ սպիտակուցներ, քարեր չեն հավաքվում։ Եթե ֆոսֆորական եւ կալցիումական աղերի փոխանակությունն էլ խախտված չի, ելի չի առաջանում քարեր։ Այդտեղ մի քանի էլի ուրիշ աղեր էլ կան, բայց չծանրաբեռնելու համար ինֆորմացիան ուղղակի իմանանք, որ առողջ երիկամում, առողջ քարերը լուծվում են, իրենք իրանցով են լուծվում գնում, առողջ լեղապարկում քարերը մանրանում լուծվում գնում են։ Այո, կան դեպքեր, երբ որ շատ հիվանդությունը շատ վաղուց է եւ արդեն անդառնալի, այսինքն օրգանական փոփոխություն այնքան է, որ հնարավոր չի բժշկել, այդ ժամանակ վիրաբուժությունը պետք է, բայց այն ինչը որ այսօր կատարում է, դա բուժում չէ։ Եվ լեղապարկը, երբ որ հեռացնում են, չեն ասում, որ պացիենտը ինչ է կորցնել, լեղու որակը ընկնել է։ Վիտամին D-ն էլ նորմալ չի յուրացվելու։ Ուզում է ինքը խմի, ինչ ուզում անի, վիտամին D-ն նորմալ չի լինելու։ Վիտամին D-ն, որովհետև յուղի մեջ լուծված տեսքով է գալի, որպեսզի վիտամին D-ն ուտելուց հետո այսինքն այդ յուղը ճեղքվի, վիտամին D-ն յուրացվի, նորմալ որակի քանակի լեղի է պետք։ Եթե լեղապարկ չեղավ, նորմալ որակի քանակի լեղի չի լինելու, որովհետև լեղապարկի մեջ լեղին խտանում է, հետո ուտելուց դուրս է գալիս։ Վիտամին D-ն նորմալ չեղավ, կալցիումը չի յուրացվելու։ Այդ մարդուն լեղապարկը հեռացնան, հետո օստեոպարոզ է առաջանում։ Այսինքն, ինչ է բերում այսօրվա վիրահատությունը, խրոնիկ ճնշումներ։ Կանտը հեռացեցին, առաջանելու է խրոնիկ հիպերտոնիա, հորմոնալ խախտում, դրան հետևանքով վահանաձև գեղձի աշխատանքը ընդհուպ միջև կարող է խախտվել եւ այդպես շարունակ։ Ցանկացած վիրաբուժական միջամտություն, որը
որից հնարավոր է խուսափել բժշկման միջոցով, դա վտանգավոր է։ Իսկ վիրաբուժական միջամտությունը բերել է նոր կողմնակի ազդեցություն ցանկացած հիվանդության դեպքում։ Այսօր հիվանդությունների շատերը հնարավոր է հոմեոպաթիկ մեթոդով եւ այդ մեթոդը արդեն վաղուց է աշխատում։ Հնարավոր է խրոնիկ հիվանդություններ բուժել։ Վիրաբուժությունը, վիրահատումը կամ այդ միջոցը պետք է մնան որպես վերջին տարբերակ։ Նորից եմ կրկնում, եթե բժիշկը միանգամից առաջարկում է պացիենտին վիրահատություն միանգամից եւ ճնշում է գործադրում վախով, այսինքն վախեր է առաջացնում, որ տարբերակ չկա, պետք է միանգամից վիրահատվի եւ այլն, դուք բժշկի մոտ չեք։ Այդ պացիենտը թող իմանա, որ բժշկի մոտ չի։ Իսկական բժիշկը, ճշմարիտ բժիշկը ինքը սկզբից փորձելու է բուժել մինչև դիմելը վիրահատման եւ նույնիսկ անբուժելի հիվանդությունների դեպքում բժիշկը չպետք է վախեցնի պացիենտին։ Ընդհակառակը հույս պետք է տա։ Հույս տալու ժամանակ լինում են նույնիսկ անբուժելի հիվանդություններ բժշկում։ Առողջ եղեք։